Ողջույն, հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմ արտակարգ, տեսակ, թե ինչ արտակարգ լավ անակնկալ ստացա ու տրամադրությունը շատ բարձր է, շատ ուրախ եմ, տղաս որ եկել է, 7 օրով եկել է, պատկերացրեք լրիվ անտեղյակ էի ու չգիտեի, որ տղաս գալու է, սկզբից առաջինը լսեցի թորնիկի զենը, որ ձեն էր տալի տատա, ես մտածեցի, որ աղջիկս է եկել ու չի ասել, որ եկել են ու այդ պահին, որ երեխան լացեց, ես տարա շան մոտ ու հետ պտտվեցի ու որ չտեսա տղայիս, էլ չեմ հիշում, էլ ոնց ինչ, միացենց նենց աննկարագրելի պահեր, որ մինչև հիմա նայում եմ այդ վիդեոն և սիրտս էլի լցվում է Հիմա էլ այսպես պատրաստվել հագնվել եմ սիրուն, պատրաստվել եմ և տղայիս հետ ուզում եմ գնալ Կիրովական, մի քանի գնումներ ունենք կատարելու, համ էլ տեղ ունենք իրար հետ գնալու, գնանք ճանապարհին էլ նկարահանումներ կանեմ և ցույց կտամ, այնպես որ հետևորդներ ջան շատ շնորհակալ եմ բոլորիցդ, անչափ շնորհակալ եմ լավ բարեմաղթանքների համար, լավ ցանկությունների համար, իմ հետ հավասար ուրախանալու, իմ հետ հավասար հուզվելու համար, անչափ շնորհակալ եմ հետևորդներ ջան, թորնիկս ձեն է տալի, ճվում ասում է ինձ խի չես նկարահանի Ավտոյով հելելա դուրը իմ աղջիկը, ավտոյով հելելա, այսմա քշեք ինձ ավտոն, բայց ոնց քշենք, մենակ իրա պապիկն է իրան արագ քշում, բժժալով տանում բերում, ինքն էլ ուրախանում է դրանից, մենք որ կամանց ենք քշում, չի ուզում, ասում է քշեք ինձ, սը, դե թաթիկով արա հետևորդներին, թաթիկով, Բարևի մի հատ, մի հատ թաթիկով բարևի կյանք, ապրի մողցիկը, ապրի, տատա, ասում է տատա, ուրեմն ամենալավը կարում ասում է տատի, բայց պապի չի կարողանում ասել, ասում է պապա, տատի վերջավորությունները ասում է, իսկ պապինը ոչ, Հեսա տղես է կգա, սպասում եմ, գնացել է խանութ, մի երկու բան կա տանել խանութից, գնացել է խանութ, այդպես հագնվել, պատրաստվել, ես սպասում եմ, երբ գալու տղաս, որ գնանք, երկուսով են գնալու, մայր և որդի, երկար ճանապարհ ունենք, երկար կզրուցենք, մինչև հասնենք Վանաձոր, միգուցե ճանապարհին խոսամ, շփվենք, բան, կարոտս մի թեթև մեղման է հետևորդներ ջան, բայց դե հնարավոր չի, մեկա որ մտածում եմ, որ նորից պետք է գնա, արդեն ինքս տեղ է, բայց նորից կարոտում եմ, ու ասում եմ վայ Կարեն ջան, երբ է անցնելու այդ օրերը, երբ որ դու վերջնականապես գաս մեր տուն, իմ հարեհաս, իմ օգնող, իմ հասնող տղան, ինքը որ գալիս է, ես այսպես միացած թևերս ավելի լայն բացվում, որովհետև ամեն հարցում օգնում, ամեն հարցում աջակցում իմ տղան, Այ թող Աստված պահապան լինի մեր բոլոր զինվորներին, բոլորին, որ ծայրամասերում էլ, որ գտնվում են, թող բոլոր զինվորները լինեն առողջ, անփորձանք, Աստծո օրհնությամբ և խաղաղ պայմաններում ծառայեն և հետ վերադառնան բոլորը իրենց օջախներ։ Հետևորդներ ջան, արդեն Վանաձորի ճանապարհին ենք, գնում ենք Վանաձոր, գնումներ կատարելու։ Հիմա ասես նայեք, ուրեմն մեր անտառը այնքան սիրունացել է, մեր ճանապարհը այնքան սիրունացել է, որ սենց միացի թե ինչ է կատարվում, ոնց որ սենց կանաչ ծառերի մեջով սենց խիտ գնանք շատ սիրունա, նայեք, վերևնել եմ սենց բարձրացնում, այնպես որ կարող է գալ մեր Ստեփանավան, ինքը լավ հանգստյան տեղեր կան, սիրուն տեղեր, կարող է գալ ձեր հանգիստը վայելել մեր Ստեփանավանում, հրաշք բնություն, հրաշք տեղ, շատ լավ, այս այն անգամ այս տղայից ես որ տեսնում եք կուկուրուզները, կուկուրուզ են գնել, ասում եմ արեք ձեզ ցույց տամ նկարեմ, երեխաները պաղկվում են, բայց
ցույց եմ տվել, թե ինչ լավ կոկորոս են վաճառում եւ իմ հետևորդներից շատ մարդիկ են, որ այդտեղից գնել են։ Երեխաները հիմա կտենան ու շատ ուրախանան։ Եղանակն է շատ լավն է, շատ լավը։ Հույսով եմ, որ Վանաձորում մեզ էս լավ եղանակ կլինի։ Ես ինչքան գնում եմ Վանաձոր գնումներ կատարելու, կամ կարկուտ է լինում, կամ անձրև է լինում, կեսից հետ են գալիս։ Հույսով եմ մեզ անգամ լավ եղանակ կլինի։ Գնանք արդեն իսկ Վանաձորում կմիանամ ձեզ եւ կասեմ ինչեր եմ գնել։ Գնացինք, գնումները կատարեցինք, հիմա ճանապարհին կանգնել ենք Ոսկե հասկի մոտ, Ոսկե հաս սուպերմարկետի մոտ, ասենք մի երկու տես թեթև բան վերցնենք, որովհետև այնքան ման եկանք Վանաձորում, սովածացանք, ասենք ուտելու։ Հետևորդներ ջան, տեսեք, թե ինչ տեսակի սուշի եք պատվիրել երեխաներիս ցանկությամբ։ Այսօր աղջիկս եւ տղաս ուզում էին սուշի ուտել, ես այդքան էլ շատ չեմ սիրում սուշին, բայց հեսա մասնակցելու եմ հետները, փորձեմ, ճիշտ է, տես մի անգամ սես միանշան փորձել եմ, դուրս չի եկել, կարող է այս մեկը գա, սա պատրաստում եմ մեր մոտ Ստեփանավանում, Ձորի երկկողմում է գտնվում, ինչ էր Ծովախցի, ինչ էր անունը, մոռացել եմ անունը, չեմ կարող ասել, Ձորի երկկողմն է, շատ լավ տեղ է, այդտեղ են խորհուրդ տվել, որպեսզի պատվիրենք, օգտվենք, հիմա տեղ ենք պատվիրել, հեսա փորձելու ենք, տեսնենք, թե ինչ համերով է, բայց ինչ համերով ունենք, Կարուշ, ունենք վարունգա, չէ, էսի ոնց որ վարունգ եւ ինչ է, սկրաբ է ոնց որ, իսկ սա բրինձա եւ ձկան ֆիլե է, սա տենց է ես թվում, իրա համեմունքներն է, իսկ սա ինչ է, Կարուշ, սա ինչ, սա եմ խառն է, 3 տեսակի է, հեսա լտեսնեմ, որ տեսակն է, գոնե մի քիչ համով ուտեմ մի պուճուր։ Հետևորդներ ջան, տեսեք ինչ եմ ցուցադրում, նորություն մեր արագ սննդի կետում, սառը թանի ապարատ, տեսեք թանը այսպես մեջը, համինքը այսպես սառացնում է, զտում է, մաքուր, անարատ, այստեղուց էլ բաժակով կարողանում ես քեզ ինչքան պետք է թան վերցնել եւ օգտվել։ Մարդիկ կան, որ գալիս են հաց ուտելու եւ մեկ շիշ թանը իրանց համար շատ է, կարող են օգտվել այս տարբերակով, պատվիրել, նստել եւ բաժակով թանը վերցնել ու օգտվել, ավելի մատչելի, մեկ բաժակ թանի արժեքը 150 դրամ է, հետևորդներ ջան, շատ մատչելի գին է, կարող են գալ եւ օգտվել, հասցեն, գտնվում է Բաղրամյան 6, հասցեն է մերը, հեռախոսի համարը կարող են զանգահարել պատվիրել եւ նոր մոտենալ 043 38 30 08 Սա նորույթ է Ստեփանավանում, որովհետեւ ոչ մի արագ սննդի կետում ես նման տեսակի բան չեմ տեսել, մի 2 օրից էլ ունենալու ենք տոմատի ապարատը, էլի նույն ձևով սառացնելու է եւ բաժակով ենք վաճառելու, ավելի մատչելի, կարող ենք անգամ կես բաժակ վաճառել, այդ հնարավորությունն էլ ունենք, այնպես որ կարող եք համենալ հետևորդներ ջան, ես էլ այսպես եկել եմ եւ խանութով մեկ շրջում եմ, ինչ տղայս եկել է, չեմ կարողանում գալ խանութ, որովհետեւ ժամանակը տրամադրում եմ թե տղայիս, թե թորնիկիս։ Թորնիկս գույներ շատ է սիրում, եկել ենք խանութ, այս գունավոր դոնալդսները տեսել է եւ ասում է դգլ, գիտի գնդակները եւ ուզում է վերցնի խաղա։ Տեսեք այսպես սիրուն ցույց եմ տալիս, թե ինչեր ունենք վաճառակետերում։ Իսկ իմ թորնիկը այնտեղ չարություն է անում։ Հիմա սուրճ խմեմ եւ գնամ տուն։ Տեսեք ամբողջ մեր բալկոնով մեկ այսպես ուրց ենք շարել։ Այսպես որ չորանա եւ օգտագործենք շաուրմայի համար, բայց ապա տեսեք թե ինչ առողջ ուրց է։
մի հատ խնդրում եմ նայեք, գույնն էլ է շատ սիրուն ինքը, արտակարգ ուրցա, հիանալի, այսպես հես անընդհատ շուռումուռ կտանք, անընդհատ կհանենք արևի կողմը և շուտ կչորանա, լցնում ենք մեշոկները և պահում ենք ու ամբողջ ձմեռ մենք օգտագործում ենք, դեռ դա ինչ է սա շատ քիչ է, մոտավորապես սրանից 10 անգամ նույն ձևով պետք է բերենք դաշտերից, որ ամբողջ տարվա համար հերիքի, այսպես շարած գնում է, տես ինչ ակուրատնի սիրուն է, կապել ենք այսպես ու դրել, որ չորանա, իսկ այնտեղ արդեն իսկ նանան է չորանում, սա էլ մեր չորանոցն է էլի համարվում, տեսեք վերևս այս ծածկա նման տեղա, անձրև ման չի գալիս վրեն, մենք հիմնական սենց բաները դնում ենք այսենց բալկոնում և շատ հաջող է չորանում, եթե հանկարծ տունն էլ չենք լինում, անձրև է գալիս, հոգ չի, հաստատ ոչինչ չի փչանում, այդպես հարմարավետ ենք սարքել, մտածված, այսպես նայեք, կրիշը գալիս է թեկուզ և լվացքի համար, որ հանկարծ չթրջվի, իսկ ես մի տեղում էլ տեսեք, հետևորդներ ջան, արդեն իսկ չորացրած, մանրացրած ուրցն է, խնդրեմ, տեսեք, այսպես մենք սա սենց չոր վիճակով տրորում և լցնում ենք թե հավի վրա, թե շաուրմայի ֆարշը, թե խորովածինը, ամեն ինչը մենք այսպես անում ենք ուրցով, շատ եմ սիրում ուրցը և թեյն էլ ենք օգտագործում, չնայած թեյի համար ամբողջական այնձև սենց մանրացրած չենք օգտագործում, բայց տեսեք ինչքան սիրուն գույնով է չորացել, մի հատ մոտիկից ցույց տամ, տեսեք ինչ լավ հաճելի կանաչ գույն ունի, բույրը վերջն է, շատ լավ է, երևի ամենահաջող թեյը լինում է ուրցով, որը համ առողջարար է, համ համով է, համ բնական է, այսպես չորացնելու ենք ու հավաքենք, այս էլ մեր փողի ծաղիկն է, դրել ենք այսպես դուրսը, սա կոչվում է փողի ծաղիկ, ես այսպես գիտեմ, ճիշտն ասած ծաղիկների հետ մի քիչ սեր չունեմ, բայց ինչքան որ հիշում եմ, սա համարվում էր փողի ծաղիկ, տակը ինչ-որ փող էին դնում ու նոր էին տնկում և ասենք թե ինչ կոպեկելում ես արանքներին փողը դնում ես, ինքը ավելի լավ է աճում էլ, ինչ-որ սենց մի բանա չեմ կոնկրետ կարողանում ասել, իսկ են ծաղիկը այո ճիշտ էիք հետևորդներ ջան, դա Լիլիան է, ես էլի եմ հարցրել տարբեր մարդկանցից, բոլորն էլ ասել են, որ ծաղիկի անունը Լիլիա է, ըստ երևույթի երևի մեր տան բոլոր ծաղիկներից ամենաշատը ես սիրում եմ Լիլիան, շատ գեղեցիկ է լինում, հետևորդներ ջան, տղաս նոր դուրս եկած կարտոֆիլով ժարիտ է ուզել, դե ժարիտը իրա սիրելի կերակուրն է, ինչ ուտի, ժարիտը պարտադիր է, ես էլ այս տեսակի մեր ես հին ես չուգունից կացան դրել եմ, շատ լավ ժարիտ է անում սա, ինչ անենք չանենք, մենք պարտադիր սրանով ենք անում, որովհետև լավ կարմիր սիրուն ժարիտ է անում, ձեթ այսպես լսրել եմ տաքանա, կարտոֆիլը սիրուն, որը կլորիկ մանր եմ թողել սենց ինքը պուջուրիկ, այս տեսակով, որը մի քիչ մեծ էր կիսել եմ մեջտեղից և ժարիտ եմ պատրաստում տղայիս համար, հիմա փորձեմ տեսնեմ ձեթը տաքացել է, այնտեղ թորնիկս ինչ-որ մի բան ջարդեց, ճղկոցը եկավ, ես այսպես թողնում եմ ձեթը լավ տաքանա, որպեսզի ժարիտը կարմիր լինի, մանավանդ եթե թազա կարտոֆիլով է, պետք է ինքը շատ տաք վիճակում լինի ձեթը, որպեսզի սիրուն կարմրի, այլ ոչ թե լղկվի ձեթի մեջ։ Առաջ ես որ լցրեցի, չեմ փակելու, որովհետև եթե փակեմ կսկսի լղկվել, թողնելու եմ, որ իրա բանով մի հատ լավ կարմրի, հետո նոր վերջում արդեն իսկ կփակեմ։ Այս էլ իմ տղայի պատվերը, հեսա բան էլ կանեմ, նրբերշիկ էլ աղիքով, նրբերշիկ էլ կխաշեմ,
դա էլ է շատ սիրում, իր սիրելի ուտելիքներից են։ Մինչև հեսա կարտոֆիլի ժարիտը կլինի, ես կպատրաստվեմ մյուս բաներն էլ կանեմ։ Միշտ բան ամեն ինչ գնել ենք, որ ուտի չնայած տղաս, որ մամա մենք բանակում շատ լավ ենք սնվում, մի անհանգստացի, եթե ինչ-որ միրգ էլ ուզում ենք ուտելու կամ ինչ-որ մի բան, անպայման օգտվում ենք դիմացելի խանութներ կան, շատ լավ մթերք կա, մամա ջան, մի անհանգստացի ու իրոք այդպես է, այսօր մեր բանակում զինվորները շատ լավ են սնվում, հետևորդներ ջան, որը չէին կարող ասել առաջ, շատ գոհ եմ բանակի սնունդից, շատ գոհ եմ ամեն տեսակ ամեն ինչերից, տղա շատ գոհ է, մի քիչ տղաս նենց չհարմարվող փնփնթացող բնավորություն ունի, եթե իմ տղան ասում է, որ լավ է, ես լիովին հանգիստ եմ և հավատում եմ, որ բանակում ամեն ինչ նորմալ է և ուտելիքի մասին էլ ասեցի, խոսք չկա հետևորդներ ջան, անչափ գոհ ու շնորհակալ եմ մեր պետությանն է նման ձևով հոգալու զինվորների թե կերակուրի, թե մնալու, թե ամեն ինչի հարցը։ Բայց դե ամենայն դեպս ծնող է, սիրտը անհանգիստ է, գալիս է ուզում ես ամենալավ բաները, որ ուտի, ամեն ինչ առաջարկում ես, ասում է չէ, մեկը ինքը մնում է իրա ժարիտին, են որ մամա ջան քո սարքած ժարիտն եմ ուզում, կարմիր, համով, ես եմ ուզում այն, որ ինչ որ ինքը մի սիրել է և կերել է, հաստատ ոչինչ չի փոխվել, որ գասի, վայ եսի կուտեմ, ենի կուտեմ, նման բան չկա, հավատացեք, էդ էլ մի կերպ համոզելով ենք առնում, ճիշտ ասած այն տեսակի երեխա էլա չի էլ ուզում, որ նեղություն տա, բայց դա մեր համար նեղություն չի, դա մեր պարտականությունն է, որը անում ենք մեծ սիրով։ Հեսա ժարիտը մի 5 րոպե այդպես բարձր կրակով առանց փակելու լինի, խառնեմ, տղայիս սրտի ժարիտն եմ պատրաստում, չի սիրում լղկված, ես էլ չեմ սիրում ճիշտն ասած, ժարիտը պետք է լինի կարմիր և ոչ փափուկ։ Թորնիկից քնելու ժամն է, դեռ արդեն շուխուռը անում, աման չամ անաջարդում, պատրաստվում է քնելու։ Տեսեք տղայիս կարմրաթույր ժարիտը եղավ, իրա սրտի, կարմիր, սիրուն, խշխշան, համով էլ է շատ, թորնիկս քանի որ գնում էր քնալը, պիտի գնար քնելու, իրա բաժինը նախորոք տարան, կերավ, իսկ ես սպասում ենք տղաս գա, որ իրա սիրելի ժարիտը ուտի։ Հիմա ես սեղան արդեն պատրաստեմ, ամանները դրել եմ, մնացած բաները դնեմ, որ հաց ուտենք։ Ժարիտը պատրաստ եղավ տղայիս, այսպես դրեցի, սեղանը այսպես պատրաստել եմ, ամեն ինչերով, սիրուն սենց դրել եմ իրա սիրելի ուտելիքներով, հետևորդներ ջան, տեսեք, հիմա հեսա բոլորին կանչեմ հաց ուտելու, նստենք և հաց ուտենք, բարի ախորժակ ձեզ բոլորիդ էլ, ձեր հետ գոհարն էր, որը ձեզ շատ է սիրում, մնաք Աստծով։